Շինջուկուում այս միլիոնավոր լույսերի մեջ կա մեկը, ով հսկում է գիշերային Տոկիոն։ Սա Գոդզիլան է, բայց այն պարզապես մեծ արձան չէ։ Սա Ճապոնիայի ամենահայտնի լեգենդներից մեկի խորհրդանիշն է։ Գոդզիլան առաջին անգամ հայտնվեց 1954 թվականին, մի ժամանակ, երբ Ճապոնիան դեռ վերապրում էր պատերազմի ցավն ու անտոմային ռումբերի հիշողությունը։ Նա պարզապես հրեշ չէր։ Նա դարձավ վախի, ցավի և մարդկության ստեղծած կործանման խորհրդանիշ։ Տարիներ անց հենց այստեղ Շինջուկուում Տոհո ընկերությունը, որը ստեղծել է Գոդզիլային, կառուցեց այս հսկայական գլուխը։ Նրա չափը հատուկ ընտրված է այնպես, որ նա կարծես իրական բարձրությամբ նայի քաղաքի վրա։ Գիշերը նրա աչքերը լուսավորվում են, իսկ երբեմն նույնիսկ լսվում է նրա մռնչյունը։ Այդ պահին թվում է, թե նա իսկապես կենդանի է։ Մտածեք միայն, միլիոնավոր մարդիկ ամեն օր անցնում են այս փողոցով, իսկ նրանց վերևից նայում է մի լեգենդ, որը ծնվել է ավելի քան 70 տարի առաջ։ Սա պարզապես Շինջուկուի խորհրդանիշ չէ։ Սա Ճապոնիայի կինոյի պատմության մի մասն է, որ շարունակում է ապրել հենց այս գիշերային լույսերի մեջ։ Ճապոնիայի և ճապոնական կյանքի մասին ավելի շատ վիդեոների համար անպայման բաժանորդագրվեք իմ ֆեյսբուքյան, յություբյան և ինստագրամյան էջերին։